Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակցուհի ծրագրի ղեկավար Լենա Նազարյանը օրերս վերադարձել է Էստոնիայից, որտեղ նա միջազգային դիտորդական առաքելության կազմում դիտարկել է Էստոնիայում տեղի ունեցող ընտրությունները եւ մենք խնդրեցինք մի քանի խոսքով կիսվել ընդհանուր տպավորությունների եւ ընդհանրապես Էստոնիայի ընտրական համակարգի մասին։ Լենա, ինչպիսի ձևաչափով եք դուք հայտնվել Էստոնիայում։ Մարտի 1-ին Էստոնիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ եւ Էստոնիայի բացասարության հիմնադրամը հրավիրել էր մի շարք երկրներից դիտորդներ դիտարկելու այդ ընտրությունները եւ մենք Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից դիտորդներ գտնվում էինք այնտեղ եւ արդյունեցանք այցելել տեղամասեր, ինչպես նաեւ դիտարկել էլեկտրոնային ընտրությունների ամփոփումը։ Ինչ առանձնահատկություններ ուներ Էստոնիայի ընտրական համակարգը, հատկապես գրավիչ։ Հա, ինձ համար առաջին տպավորությունը այն էր, որ ընտրական օրենսգիրքը խորհրդարանի ընտրությունների օրենքը, որտեղ այնտեղ տարբեր ընտրություններ, տեղական եվրոպական խորհրդարանի եւ խորհրդարանի իրենց տեղական խորհրդարանի ընտրությունների համար տարբեր օրենքներ կային եւ խորհրդարանի ընտրությունների օրենքը 26 էջ էր ընդհանրապես։ Ես պարզապես մտովի համեմատեցի մեր օրենսգրքի հետ, որը արդեն 150 էջից ավել է եւ մշտապես ինչ որ փոփոխություններ եւ լրացումներ են տեղի ունենում այս օրենսգրքում, իրենցը պարզապես իրենց մոտ նկարագրված էին հիմնական գործընթացները ընտրական գործընթացի կարգավորման հետ կապված եւ իհարկե դա ինչ էր նշանակում, որ հիմնական բաները նկարագրված են, բայց կան որոշ գործընթացներ, որոնք տեղի են ունենում ինքնըստինքյան, այսինքն ողջամտության սահմաններում։ Այո, ողջամտության սահմաններում եւ իսկապես այդպես էր եւ շատ զարմանալի էր ինձ համար։ Զարմանալի ոնց, բայց հա տպավորիչ էր իսկապես էլի, երբ շատ բաներ որոշվում է տեղում, այլ ոչ թե օրենսգրքի մեջ որ գրած է։ Մինչև այցելությունս իմ մոտ կար հստակ տպավորություն կամ համոզմունք, որ եթե ընտրական գործընթացը կազմակերպվի այնպես, ինչպես նկարագրված է ընտրական օրենսգրքում, ապա ամեն ինչ շատ լավ կլինի, ամեն ինչ ճիշտ կլինի։ Բայց այցելությունից հետո ես համոզվեցի, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է նկարագրել օրենսգրքում եւ նույնիսկ նկարագրելուց հետո էլ միևնույն է կարող են լինել այնպիսի բաներ, որոնք ոչ ժողովրդավարական ընտրություններ չեն համարվի։ Օրինակ մի օրինակ բերեմ, երբ ընտրողներից մեկը տեղամասում հանձնաժողովի նախագահին դիմելով հարցրեց, թե ինչու, ասենք, քվեատուփը թափանցիկ չէ, եւ հանձնաժողովի նախագահի պատասխանը ինձ համար շատ բան բացահայտեց, մարդը ասաց, որ մենք անպայման հաշվի կառնենք ձեր դիտողությունը կամ ձեր կարծիքը, այսինքն կար հստակ պատկերացում, որ այդ անմշակույթ, որ այդ քվեատուփը գնել են տվյալ ընտրողի վճարած հարկերից եւ բնականաբար եւ պիտի պատասխանի իրենց ցանկությանը։ Խորհրդարանական ընտրությունների։ Այո, խորհրդարանական։ Ընտրական համակարգը նկատի ունեմ նույն կերպ երաստիճաններ, ինչպես Հայաստանում կարգահարը ընտրատարածքային։ Այո, նույն կերպ էր։ Դարձյալ կուսակցական սկզբունքով էր։ Այո, հանձնաժողովի անդամները կուսակցություններից էին, որոշ մասը, բայց կային, որ ընդհանրապես ներկայացված չէին։ Իդեպ ինձ համար նաև հետաքրքիր էր այն, որ տեղամասում չկային վստահված անձինք եւ դիտորդներ ընդհանրապես չկային, այսինքն ես 7 տեղամաս եմ այցելել եւ դրանցից ոչ մեկում չկար եւ ես հարցրեցի հանձնաժողովի անդամներին արդյոք ինչու չկան, ասաց, որ իրանք վստահում են, որևէ խնդիր չկա։ Ես նաև խոսեցի մի քաղաքական կուսակցության թեկնածուի հետ եւ նույնպես իրեն հարցրեցի, արդյոք իրենք ունեն վստահված անձինք։ Նա
Նրանք ասաց, որ իրենց կուսակցության անդամները ազատ են, կարող են ցանկության դեպքում այցելել տեղամասեր, բայց այդպիսի պարտադիր պահանջ մենք չենք դնում։ Եվ մի բան էլ ասեմ, ինչ նույնպես տարբերություն է, այնտեղ դիտորդ կարող է լինել ցանկացած ոք, կարող է երբ ուզեր մտնել տեղամաս եւ նա պարտավոր չէ ունենալ վկայական, ինչպես մեզ մոտ նաեւ հավատարմագրում բնականաբար ոչ մի հավատարմագրման կարիք չկա եւ առավել եւս ոչ մեկ ստուգարք չի հանձնում, որպեսզի դիտորդ դառնա, ինչպես մեզ մոտ է, եւ կարող եք գնալ, ներկայանալ, ասել, որ ես եկել եմ դիտարկել ընտրությունները եւ նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չեն հարցնում։ Իդեպ նաեւ շատ ոնց ասեմ, լավ է վերաբերվել մեզ դիտորդ, որպես դիտորդ ենք երբ ներկայացել, պատրաստական են եղել մեր հարցերին պատասխանել եւ նույնիսկ սպասել են ինչ-որ իմաստով, որտեղ տեղյակ են եղել, որ միջազգային դիտորդներ են այցելել եւ քաղաք։ Դուք նշեցիք, որ հապանցիկ նշեցիք էլեկտրոնային քվեարկության մասին, բայց դրա ինչ տպավորություն թողեց Էլի շատ լավ հետաքրքիր գործընթաց էր, դա էլեկտրոնային ընտրությունները տևում են մի քանի օր եւ մինչեւ բուն ընտրության օրը, երբ մարդիկ հնարավորություն ունեն իրենց ID նշաններով, ինչ որ չգիտեմ ոնց է, նույնականացման քարտով քվեարկել իրենց տանը համակարգչի միջոցով, ինտերնետի միջոցով։ Իսկ դա արդեն փորձարկված։ Այո, դա արդեն կարծեմ 6-րդ անգամ է իրանք դա իրականացնում են, երբ ես հարցրեցի, թե ինչու իրանք որոշեցին անցնել այդ համակարգի, պատմեցին, որ հիմնականում ցանկանում են այնպես անել, որ երիտասարդները ներգրավեն քաղաքական այդ միջոցառմանը, ընտրություններին եւ նաեւ պատճառը նաեւ այն էր, որ Էստոնիայում մարդիկ իրենց տները կառուցում են ոչ քաղաքում, էլի իհարկե քաղաքից դուրս, կառուցում են բավականին հեռու իրարից եւ ասացին, որ կոմունիկացիոն խնդիր կա եւ բացատրեցին, որ ասացին մեզ մոտ էստոնացին չի համարում, որ իր հարևան էստոնացին է, այլ համարում է, որ իր հարևանը գայլն է։ Եվ դրա համար, որպեսզի ամեն մի տան կողքը տեղամասը չբացեն, իրենք որոշեցին տենց կազմակերպել։ Դա ինչպես է ալտել մասնակցության ցուցանիշների վրա։ Ես իմ այցելած յուրաքանչյուր տեղամասում ցանկանում էի տեղեկանալ, թե այդ տեղ գրանցված մարդկանցից քանի տոկոսն է էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել եւ մոտավորապես 3000 ընտրողներից 10%-ը ընտրել էին էլեկտրոնային։ Ինչքան մասնակցության ցուցանիշների ինչպիսի։ Իրենց ասելով շատ բարձր էր, ես իհարկե չեմ ստուգել այդ չգիտեմ, բայց նույնիսկ տեղում գտնվելով ես տեսնում էի, որ մարդիկ շատ ակտիվ են, այսինքն շատ է տեղամասում, եթե ես գտնվում էի կես ժամից 40 րոպե, մշտապես մարդիկ էին Մի բան ասեմ էլեկտրոնային ընտրությունների հետ կապված, ուրեմն այնտեղ կա մի հակերական խումբ, որը որոշել է եւ նրան հաջողվել է փչացնել մի քվեաթերթիկ, ասենք մի հակեր որոշել է իր քվեաթերթիկը փչացնել եւ նրան դա հաջողվել է եւ ինքը ասուլիս է կանչել, հրավիրել մարդկանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ այլ դիտորդներին տեղեկացնելու, որ նրան հաջողվել է դա անել, որ դա հնարավոր է, այսինքն, բայց հետաքրքիր է այն, որ նրա խնդիրը ոչ թե եղել է պարզապես վնասել այդ համակարգը, այլ ցույց տալ, որ ինքը խոցելի է։ Այլ ցույց տալ, որ ինքը խոցելի է, այո, նա որպես քննադատ է ոնց որ հանդես եկել եւ այստեղ կարեւոր է հենց այն, որ իսկապես մարդիկ բոլորը այդ հասարակական տարբեր խմբեր, քաղաքացիները, կուսակցությունները բոլորը միասին մասնակցում են այդ գործընթացի կազմակերպմանը, եւ քաղաքացիներն են ակտիվ, եւ կուսակցություններն են ակտիվ, որտեղ խորհրդարանում ընտրվեց 6 կուսակցություն, ամենաշատը ունի 30 մանդատ, հետո 27, 17 եւ 8, դա նշանակում է, որ իսկապես ակտիվ խորհրդարան է լինելու։ Իսկ ասենք գաղտնիք չի, որ ռուս-ուկրաինական լարվածությունը որոշակի չափով անդրադարձել նաև մեր պարտիկայի վրա։ Այդ ընտրություններում կամ, ասենք, չգիտեմ, շրջելուց դուք զգացիք այդ լարվածության հետքեր։ Տեղամասերում ընդհանրապես լարվածություն չկար, բացարձակ, ինչ
ինչը նույնպես շատ տարօրինակ հանգստություն էր ինձ համար այնտեղի ընտրությունները, ոչ մի լարվածություն դրսում, ասենք տեղամասից դուրս չկար ոչ մի մեքենա, չկար ոչ մի մարդ, այստեղ կուտակումները սովորական բան են, չէ, որ ասենք առավոտից երեկո ինչ-որ կողմնակի մարդիկ կանգնած են և մնում են կանգնած մինչև ուշ երեկո, այնտեղ ոչ մեկ չկար, ամեն մեկը գալիս էր իր գթողում գնում էր։ Լարվածություն զգացվեց մենակ դեպատների ժամանակ, մեզ մի անգամ հրավիրեցին լսելու մի դեպատ, 6 կուսակցության ներկայացուցիչ էր մասնակցում և քննարկում էին ռուս-էստոնական հարաբերությունները։ Այդ ժամանակ զգացվեց, որ կա երկու թև, որ մեկը ավելի շատ կողմ է, որ ռուսական ազդեցությունը, ոչ թե ազդեցությունը, այլ համագործակցությունը Ռուսաստանի հետ շատանա, այն մյուս կողմը ավելի քննադատաբար էր տրամադրված և ավելի կողմերը, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կչանա, որովհետև Ռուսաստանը ունի խնդիրներ։ Եվ վերջին հարցը պես եզրափակիչ, ինչ դասեր կարող ինչ դասեր դուք քաղաք, կարող մտածում եք, որ կարող են ակտուալ լինել Հայաստանի համար, մշակույթի ոլորտում կամ ընտրական համակարգում։ Ես կարող եմ ասել, որ իսկապես շատ գրեթե հնարավոր չի ամեն ինչ կարգավորել միայն ընտրական օրենսգրքով։ Միայն թղթի վրա։ Հա, միայն թղթի վրա ու պետք է իսկապես լինի գիտակցում, որ դա կարևոր գործընթաց է և մասնակցությունը համապատասխան լինի։ Ես ուղղակի հիացած եմ, ինչպես են մարդիկ կարողացել պայմանավորվել, կազմակերպել իրենց կյանքը, որովհետև դա հստակ պայմանավորվածություն էր։ Քաղաքացին, ընտրողը վստահում էր հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովի անդամները գիտակցում էին, որ դա ընդամենը աշխատանք է, որ առանց որևէ գրքերի լարվածության անում էին այդ աշխատանքը։ Առանց կողմնակի։ Այո, առանց կողմնակալության և մարդիկ վստահում էին ոստիկանին և համագործակցում էին ոստիկանության հետ, որտեղ տեսել են, որ եթե խախտում են նկատել և հայտնել են ոստիկանությանը, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, իսկ էլեկտրոնային ընտրություններ, որ շատերը, իհարկե կային մարդիկ, ովքեր քննադատում էին, ասում էին, որ մենք մասնագետ չենք, մենք չգիտենք ինչպես է դա տեղի ունենում, չենք կարող վերահսկել, բայց եթե իսկապես որևէ մեկը կասկած է հայտնում դրա վերաբերյալ, մարդիկ տենց չի, որ անտարբեր են մնում, իրենք համախմբվում են, ոնց որ ուզում են պատասխան ստանալ, եթե կասկած է հնչել։ Եվ այդ հակերի դեպքը, որ պատմեցին, նույնպես ապացույց է, վկայություն է, որ մարդիկ մասնակցում են, իրենց ներդրումն են ունենում այդ գործընթացի կայացման համար։ Եվ դրա համար փաստորեն առաջին հերթին պետք է ընտրողի համար որոշիչ լինի իր ձայնը։ Շնորհակալություն։ Մենք դեռ կսպասենք ընդհանուր դիտորդական եզրակացությանը։